Ինչպես որ ամեն անգամ անում ենք, մեկ հատ պիտի փորձեմ ընթերցել նախորդ նյութը, որովհետև միշտ ուզում եմ կապ տեսնենք։ Ավետարանը ինքնին շղթա է, ընթացք է, կապ է, երբեք չկա առանձին ավետարան։ Այն մարդիկ, ովքեր թերևս մենք էլ այդպիսին լինենք, այն մարդիկ, ովքեր որ առանձին հատված են վերցնում, այդ մարդիկ դեռ առաջից դարերից կոչվել են հերետիկոսներ, heresy, հունարեն նշանակում է to choose or to prefer, մի բան, որ ընտրում կամ նախընտրում ես։ Դրա համար ավետարանը ինքը ամբողջություն է, նախ Աստվածաշունչ մատյանը ծննդոցից մինչև հայտնություն, մասնավորաբար մեզ մոտ ճիշտ է, մենք չունենք այդ հնարավորությունը ամբողջը ընթերցելու, կարդալու, սերտելու, բայց ամեն անգամ վերհիշում եմ, որպեսզի կարողանանք շղթան տեսնել։ Դրա համար շատ կարևոր է, որ անընդհատ, երբ որ մենք ընթերցում ենք, կոնտեքստը հասկանանք, թե որտեղ էր, ինչի մասին էր խոսք։ Ու այս պարագայում նախորդ նյութը, որ միասնաբար սերտեցինք, մեկ հատ վերհիշենք, ընթերցեմ ու անցնենք այսօրվա նյութին։ Նախորդը հետևյալն էր։ Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուս Գալիլեա եկավ, քարոզում էր Աստծո ավետարանը եւ ասում. ժամանակը հասել է եւ մոտեցել է Աստծո արքայությունը։ Ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Երբ նա անցնում էր Գալիլեայի ծովեզրով, տեսավ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրեասին, որոնք ուրկաները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին, եւ Հիսուս նրանց ասաց. Իմ հետևից եկեք եւ ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ։ Եվ իսկույն ուրկանները թողնելով գնացին նրա հետ։ Այստեղից մի քիչ առաջ գնալով տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին եւ նրա եղբայր Հովհաննեսին, սրանց էլ տեսավ իրենց նավակի մեջ, միջ ուրկաններն էին կարգի բերում եւ կանչեց նրանց եւ նրանք իսկույն նավակի մեջ թողնելով իրենց հորը Զեբեդեոսին վարձկան ձկնորսների հետ միասին գնացին նրա հետևից եւ մտան Կափառնայում։ Եվ Հիսուս նույն շաբաթօրն իսկ ժողովարան մտնելով ուսուցանում էր նրանց։ Եվ նրանք զարմանում էին նրա քարոզության վրա, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանությամբ եւ ոչ թե ինչպես օրենսգետները։ Արդ նրանց ժողովարանում մի մարդ կար, պիղծ ոգուց բռնված, որ նահավաքեց եւ ասաց. «Թույլ տուր, ինչ ես ուզում մեզնից, Հիսուս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու եկար, գիտենք թե ով ես դու, Աստծո սուրբն ես»։ Հիսուս ասեց նրան եւ ասաց. «Ձայնդ կտրի եւ դուրս ել դրանից»։ Եվ պիղծ ոգին սաստիկ ցնցեց տիրևահարին եւ բարձրաձայն նահավաքելով դուրս ելավ նրանից։ Եվ ամենքը զարմացան, այնպես որ հարցնում էին իրար եւ ասում. այս ինչ նոր վարդապետություն է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում եւ նրանք հնազանդվում են նրան։ Եվ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Եվ այսօրվա նյութը։ Եվ ժողովարանից դուրս ելնելով անմիջապես եկավ Սիմոնի եւ Անդրեասի տունը Հակոբոսի եւ Հովհաննեսի հետ։ Սիմոնի զոքանչը տակության մեջ պառկած էր, իսկույն ասացին նրա մասին Հիսուսին։ Եվ նա մոտենալով նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց եւ տենդը նրան թողեց եւ նա ծառայում էր նրանց։ Եվ երեկո եղավ արևի մայր մտնելու ժամանակ նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին եւ դիվահարներին։ Եվ ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առջև եւ նա տեսակ հիվանդություններից բազում հիվանդներ բժշկեց եւ բազում դևեր հանեց եւ թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետեւ գիտեին նրան, որ Քրիստոսն է։ Եվ առավոտյան մոտ լույսը բացվելուց առաջ վեր կացավ եւ ելավ գնաց ամայի միտեղ եւ այնտեղ աղոթում էր։ Նրա հետևից նրան փնտրելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին։ Եվ երբ գտան նրան, ասացին. ամենքը փնտրում են քեզ։ Եվ նրանց ասաց. եկեք գնանք այլ մոտակա գյուղաքաղաքներ եւս, որպեսզի այնտեղ էլ քարոզեն, որովհետեւ հենց դրա համար եմ եկել։ Եվ ամբողջ Գալիլեայում նրան ժողովարաններում քարոզում եւ դևեր էր հանում։ Նրա մոտ եկավ մի բորոտ, նա ծնկի եկավ, աղաչում էր եւ ասում. «Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Իսկ Հիսուս գթալով ձեռքը երկարեց, ստիպավ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրվիր»։ Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց եւ նա մաքրվեց։ Եվ Հիսուս նրան այս ասաց, եւ Հիսուս իսկույն դուրս հանեց նրան եւ խստիվ պատվիրեց, ասելով. «Զգույշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա քեզ քահանային ցույց տուր եւ մաքրվելուց համար ընծատուր այն, ինչ հրամայել էր Մովսեսը, նրանց համար իբրև վկայություն»։ Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Հիսուս չէր կարողանում այլևս հայտնապես քաղաք մտնել, այլ դուրսը ամայի տեղում էր մնում եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մոտ էր գալիս։
Ուրեմն այսօրվա այս նյութն է եւ ինչպես կհիշեք, այս վերջի մի քանի դասերին մենք այդպես ենք անում, նախ փորձում ենք outline, այսինքն ընդհանուր նկարագիրը տեսնել, հասկանալ։ Իմ կարծիքով 5 հիմնական մասերից է բաղկացած այսօրվա նյութը, ու սենց հեշտ է նաեւ հիշել։ Նախորդ անգամ էլ այս մասին ասացի, որ ավետարանը կարևոր է, որ փորձենք հերթականությամբ հիշել։ Եվ այս outline-ները վերջում ես իրար հետ փակցնելու եմ, որ փորձենք ավետարանը ամբողջությամբ տեսնել։ Ուրեմն առաջինը այսօրվա ընթերցանության Սիմոնի Զոքանչի բժշկության պահն էր։ Հետո բազում հիվանդների եւ դիվահարների բժշկությունը եղավ։ Հետո Տիրոջ առավոտյան աղոթքն էր, որ շատ հետաքրքիր դրվագ է։ Հետո Գալիլեայի քարոզներն ու բժշկություններն էին, սա 4-րդն էր, եւ 5-րդը Բորոդի բժշկությունը, եւ ամեն ինչ նաեւ այստեղ համարներով ու անգլերենով գրեցի, որովհետեւ երբեմն գիտեմ, որ երիտասարդներ ունենք, որ հայերենը մի քիչ իրենց համար դժվար է ու կարողանան նաեւ անգլերենը ընթերցել։ Ուրեմն սա է հիմնական նկարագիրը, իսկ հիմա ինչ ենք անելու, փորձելու ենք սերտել։ Ու նորից ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, այս ձևը, որ նախադասություն առ նախադասություն տող առ տող է սերտվում, սա եկեղեցու, հին եկեղեցու, առաքելական եկեղեցու ձևն է։ Քարոզի ու սերտողության տարբերությունը շատ հստակ է։ Քարոզը կարող է մի նախադասություն անձը վերցնել հոգևորականը բնաբան ու այդ մի նախադասության վրա 20 րոպե, 25 րոպե քարոզ խոսել, որ հրաշալի է։ Իսկ տեքստի սերտողությունը ամեն մի տեքստ բառ խորքային վերլուծում ենք ու անցնում ենք։ Ինչն է տարբերությունը։ Քրիստոս շատ հստակ նշեց. քարոզում էր ժողովրդին 5000 հոգու օրինակ, բայց ուսուցանում էր ընդամենը 12 հոգու։ Ու միշտ ուզում եմ սա հստակեցնել։ Երբեմն մեզ թվում է, որ մենք գնում ենք պատարագի ու քարոզ ենք լսում, սա բավարար է։ Երբեք բավարար չի, որովհետև քարոզը ընդամենը քեզ 1 կամ 2 նյութ է տալուս, որ տալիս, որ վերլուծես, տուն գնալուց հիշես, մտածես, անդրադառնաս քո կյանքի հետ կապես, իսկ սերտողությունը ինքը խորքային լուծում է առաջարկում։ Ամեն ինչ փորձում ես խորքային մտնել, հասկանալ եւ ի վերջո հասկանալ այն, ինչ որ Քրիստոս էր ասում։ Ու դրա համար հաճախ մենք պիտի տեսնենք, օրինակ Մատթեոս 13-ի մեջ, երբ որ Սերմնացանի առակը քարոզեց ժողովրդին, ու շատերը փաստորեն բան չհասկացան, նաեւ առաքյալները մոտեցան, ասում չենք հասկացել, առաքյալներին ավետարանիչն ասում է առանձին բացատրեց։ Ուրեմն սա բացատրության պահն է, ու ինչպես ենք անում կամ եկեղեցին 2000 տարի ինչպես է արել, հատիկ փորձել է հասկանալ ու բացատրել։ Ու առաջին նախադասությունը սա է. եւ ժողովարանից դուրս ելնելով անմիջապես եկավ Սիմոնի եւ Անդրեասի տունը Հակոբոսի եւ Հովանեսի հետ։ Հետաքրքիր մի պարագա կա, ուշադրություն դարձեք, օրը դեռ շաբաթ է, եւ շաբաթ օրով Քրիստոս մի շատ հետաքրքիր բան արեց, որ ընդհանրապես հրեաներին բնորոշ էր գնաց սինագոգ։ Հայերենում ժողովարան ենք թարգմանել, բայց այսօր ավելի տարածված բառը սինագոգն է, մենք էլ ենք այդ բառն օգտագործում, եւ սինագոգում կամ ժողովարանում ինչ էին անում, Աստծո խոսքն էին սերտում, բայց Քրիստոս չմերժեց սինագոգ երբեք ու չասաց, որ պետք չի այլևս սինագոգ, ընդհակառակ ինքը գնաց սինագոգ հրեաների մոտ, որպիսի ինչ անի, եթե ոչ ճիշտը իրենց ուսուցանի, որովհետև բազում անգամ պիտի սինագոգի մեջ տեսնենք, որ հրեաները սխալ էին հասկանում գրքերը ու Քրիստոս իրենց ճիշտն էր բացատրում։ Եվ հետաքրքիր էստեղ կամուրջ տեսանք սինագոգից դեպի եկեղեցի, որովհետև այս պարագային Պետրոսի տունը, որը ոչ միայն Պետրոսի տունն էր, այլ նաև Անդրեասի, Հակոբոսի եւ Հովանեսի հետ միասին, որտեղ բնակվեցին, սա նաև դարձավ եկեղեցին։ Հետագայում ես հաջորդ սլայդի մեջ պիտի ցույց տա, որ հենց այս տան վրա հնում իսկ եկեղեցի կառուցվեց, որը խորհրդանիշն էր, որ Քրիստոս սինագոգից փոխում է դեպի եկեղեցի, եւ շատ հետաքրքիր է, որ սա հասկանանք։ Մյուսը, որ նախորդ անգամ, եթե կհիշեք, շատ խոսեցինք այս մասին, անմիջապես բառը այս գլխում, միայն առաջի գլխում 10 անգամ օգտագործվում է, մոտավորապես 9 անգամ։ Եվ մենք խոսեցինք այս մասին, նորից չեմ ուզում կրկնվել, բայց ուզում եմ վերհիշենք, որ Մարկոսը շատ հստակ է, քրիստոնյան պիտի իսկույն կամ անմիջապես գործի, չպիտի հետաձգի, անգլերենով չպիտի procrastinate անի։ Ու նույնիսկ շարունակում է նույն ոգով Մարկոսը ասելով, որ անմիջապես եկավ Սիմոնի եւ Անդրեասի տունը Հակոբոսի եւ Հովանեսի հետ։ Փաստորեն ինչ դուրս եկավ, որ Տերը ինքը իր առաջի գործունեությունը, որ սկսեց, կատարեց 4 ավետարանների հետ սկսել։
այս ավետարանիչների կամ առաքյալների, այսինքն դեռ 12-ը հավաքված չեն, ուշադրություն դարձրեք, ընդամենը 4-ն են, բայց սա էլ բավարար է, որ Քրիստոս սկսի իր առաքելությունը եւ սկսի բոլորին ներկայացնել այն, ինչը որ պիտի աներ, ու այս դեպքում երկու հիմնական բաներ անում Տերը՝ ուսուցանում էր եւ բժշկում։ Եվ հետաքրքիր է, որ շաբաթ օրը Տերը, ինչպես որ ասում եմ, օգտագործում էր շատ կարևոր մի բան, քրիստոնյայի ու հրեայի տարբերությունը, ոչ թե հանգստանալու համար, այլ աստվածահաճո գործ անելու համար, որովհետև երկրորդ գլխից հետո, հենց սանից հետո պիտի տեսնենք, թե Քրիստոս ինչքան ավելի հստակ է խոսում այն մասին եւ միս ուսուցանում, որ շաբաթ օրը եթե ուզում ես սուրբ պահել, չի նշանակում ձեռքերը ծալած նստել, այլ նշանակում է աստվածահաճո գործ անել, մի բան, որ Մարկոս 2:27-ում պիտի ընթերցենք, որ ասում էր նույն Տերը, նույն ավետարանում, շաբաթը մարդու համար է եւ ոչ թե մարդը շաբաթի։ Եվ ինչու եմ սա ասում, որովհետեւ անգամ 21-րդ դարում մենք տեսնում ենք հին հրեական մտայնության բավական լուրջ զանգվածի հետևորդներ, ովքեր նույնիսկ վերելակի կամ լիֆտի կոճակը բաթնը չեն սխմում շաբաթ օրը, որովհետև սա իրենց համար գործ է հենց այստեղ, ասենք Beverly Hills-ի, ասենք օրինակ բարձրահարկ շենքերում։ Սա էր, որ Քրիստոս եկավ փոխելու, ասելով, որ մի դարձեք շաբաթի գերին, մարդն է Տերը շաբաթի, շաբաթը մարդու համար է, ոչ թե մարդը շաբաթի։ Եվ այս օրինակն էի բերում, որ Սիմոնի զոքանչի է, որ ասում ենք տաքության մեջ պարկած էր, իսկույն ասացին նրա մասին Հիսուսին։ Կարծվում է, որ սա Պետրոսի այդ տունն է Կափառնայումում, որտեղ որ հավաքվել էին բոլորով եւ Քրիստոս եկավ։ Եվ սրա վրա հիմա այս քարերը որ կան, 8 անկյուն եկեղեցի է կառուցված, որը քանդված է, բայց ինչ էր դուրս գալիս, որ փաստորեն այդ տունը, որտեղ Քրիստոս եղավ եւ որտեղ ինքը բժշկություններ էր անում, հետագայում դարձավ նաեւ եկեղեցի։ Եվ այստեղ միջև խորքին անցնելը ինձ համար շատ կարեւոր մի միտք բերեցի, որ փաստորեն ուշադրություն դարձրեք։ Ավետարանիչը ասում է, որ գնաց Պետրոսի եւ Անդրեասի տունը, ոչ միայն Պետրոսի կամ Սիմոնի այս դեպքում, հետո պիտի անունը Պետրոս դնի, այլ նաեւ Սիմոնի եւ Անդրեասի եղբայրները էին նույն տանն էին բնակվում, բացի այն, որ եղբայրները նույն տանն էին բնակվում, Սիմոնի զոքանչն էր իրենց տանը բնակվում։ Եվ հետաքրքիր է, որ այս իրապես շատ կարևոր է եւ ինչ է դուրս գալիս, որ այս մարդիկ հայերի նման ժամանակին միասին մեծ ընտանիքներով էին ապրում եւ հետաքրքրորեն նաեւ առաջի Կորինթացիս 9-ի մեջ մենք տեսնում ենք մի միտք, որտեղ շատ լավ ասվում է, Պողոս առաքյալն այս միտքն ասում, որ մեջ է բերում Սիմոնի կնոջը, բայց նորից անուն չի տալիս, չնայած եւ այստեղ մենք հասկանում ենք, որ Սիմոն Պետրոսի կինը ինքը մշտապես Սիմոն Պետրոսի հետ էր, այսինքն Պետրոս առաքյալը միշտ իր կնոջ հետ էր, ու դրա համար առաջի Կորինթացիս 9-ի մեջ այս միտքն է ասվում, Պողոսն է ասում, միթե իշխանություն չունենք մեզ հետ մանածելու մեր հավատացյալ կանանց, ինչպես որ մյուս առաքյալները, տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են։ Փաստորեն ինչ դուրս եկավ, որ մենք հետաքրքրորեն գիտենք, որ Պետրոսը ուներ կին, ուներ զոքանչ, որոնք իրար հետ էին ապրում, եւ նաեւ ոչ միայն իրար հետ էին ապրում, այլ հետագայում արդեն պիտի տեսնենք, որ Պետրոսն ու իր կինը միասնաբար Քրիստոսի ծառայության են տրված։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ ինձ համար իբրև ընտանիքի է շատ կարեւոր է, որ իմ կինը եւ իմ ընտանիքի անդամները իրար հետ այստեղ Քրիստոսի ավետարանի սերտողության լինենք։ Որովհետեւ եթե ընտանիքը բաստատված է, մեկը Աստծո խոսքին է գալիս, իսկ մյուսը չի գալիս, երբեմն շատ հաճախ կինն է գալիս, իսկ տղամարդը ոչ, այդտեղ առողջ ընտանիք չի կարող լինել։ Ու սրա օրինակը Պետրոս առաքյալը մեզ ցույց տվեց։ Ու շատ կարեւոր է, որ եթե մենք գալիս ենք, որ նորից ուզում եմ շեշտել, որպես կանոն կանայք գալիս են, փորձենք ամեն ինչ անել, որ մեր զավակները ու մանավանդ մեր ամուսինները իրենք էլ մաս կազմեն եւ պատարագին, եւ սերտողության, որովհետեւ սրանից ավելի կարեւոր բան մեր կյանքում չկա։ Գալով այս նյութի ավելի խորքային վերլուծությանը, որ մեկ անգամ եւս ընթերցելով հետեւյալը պիտի ասեմ, Սիմոնի զոքանչը տաքության մեջ պարկած էր, իսկույն ասացին նրա մասին Հիսուսին։ Այստեղ պարզ խոսում է տաքության մասին, բայց եթե նայենք մյուս երկու ավետարանիչներից, մանավանդ Լուկասին, տեսնենք, որ վիճակը շատ ծանր է։
Ընդհուպ այնքան ծանր է, որ ինքը նույնիսկ չի կարողանում վեր կենալ այս կինը, զոքանչը, եւ ծառայություն մատուցել տիրոջը, այսինքն սովորական ջերմություն չի, որովհետեւ հնում եւ միջև այս վերջերս մեր մոտ էլ շատ կարեւոր էր, երբ որ հյուր էր գալիս, անկախ վիճակից փորձում ես հարգել իրեն ծառայել, օգուտ ինչ որ բան անել, բայց այս դեպքում շատ ծանր է կնոջ վիճակը եւ ինքը ոչինչ չի կարող անել։ Ընդհուպ այնքան, որ նույնիսկ չի կարող խոսել ու իր ցավը կիսել Հիսուսին, ու դրա համար ինչա դուրս գալիս, արջևը տեղ կա այստեղ համեցեք։ Ինչա դուրս գալիս, որ իր մասին ասում են։ Եվ ինչա հետաքրքիր այս միտքը։ Իր մասին ասել նշանակում է կնոջ համար բարեխոսել, կնոջ համար աղոթել։ Եվ սա մենք կոչում ենք բարեխոսական աղոթք, անգլերենով intercessory prayers։ Շատ կարևոր է որ հասկանանք, մանավանդ մեր այս շրջանում, երբ որ բողոքականյան միտքը այսքան տարածված ու շատ ուսմունքներ է տարածում մեր մեջ, որ բարեխոսական աղոթքը ի սկզբանե Քրիստոսի առաքելության առաջի իսկ օրերից մեջն է, որ բարեխոսում են մի կնոջ համար, որը ինքը հիվանդ է ու չի կարող խոսել։ Եվ հետաքրքիր է ինչ եկավ անելու Հիսուս։ Հիսուս եկավ ազատելու մեզ բոլորիս եւ այս կնոջ այս դեպքում չարիգապանքներից եւ հիվանդություններից։ Սա էր իր հիմնական պատգամը ավետարանի եւ այս 3 կետն եմ ուզում այստեղ մեջ բերել։ Այս կնոջ կերպարը հաճախ նաեւ նմանացնում են Եվային կամ մեզանից յուրաքանչյուրին, ինչ իմաստով, որ երբ որ սկսում ես հոգեպես թուլանալ, որ բոլորիս հետ է լինում, այդ հոգեպես թուլությունը բերում է հոգեվոր անկարողության։ Իսկ հոգևոր անկարողությունը ի վերջո բերում է հոգևոր հիվանդության։ Նույնը մարմնական հիվանդության մասին է խոսքը։ Սկզբից թուլություն ես զգում, հետո անկարող ես, բայց ի վերջո նաև խոր հիվանդության է տանում։ Մենք երբ որ մարմնական հիվանդության են գալի, ես անցած շաբաթ լավ չէի, անմիջապես սկսեցի ինչ անել, դեղեր խմել, այսպես վիտամիններ, որպեսզի ինձ կարողանամ վերականգնել։ Հաճախ հետ անում ենք մարմնի հետ կապված, բայց հոգին երբ որ թուլանում է, անկարողության է գտնվում կամ հիվանդանում է, ոչինչ չենք անում հոգու համար։ Դրա համար էր այստեղ նաև որ շատ կարևոր էր Քրիստոսի ավետարանը մեզ հիշեցնում է, որ զոքանչի վարագան մենք ենք։ Եվ եթե նույնիսկ մենք չենք կարող մեր համար ինչ որ բան անել, կարևոր է որ մենք ունենանք բարեխոսներ մեր շրջապատում, որոնք որ մեր համար կբարեխոսեն Տիրոջը, որ այս մարդը հիվանդ է, այս մարդը անկարող է, այս մարդը տկար է, Տեր օգնիր իրեն։ Եվ երբ որ բարեխոսում են Տիրոջը այս մասին, այսօր էլ մեր Տերը կա, այս մասին մենք նախորդ անգամ խոսեցինք, ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջ ասած Քրիստոս, Հիսուս մոտենում է նրան, նրա ձեռքը բռնում եւ նրան ոտքի կանգնեցնում եւ տենդը նրան թողեց ասում է ավետարանը եւ նա ծառայում էր նրանց։ Կանաչով եթե նկատեք, ես ընդհանրապես գրում եմ հունարեն կամ գրաբար բառերը, որոնք ավելի ճիշտ են խոսում բնագրի մասին, քան թարգմանությունները։ Հայերեն թարգմանությունը ասում է ոտքի կանգնեցրեց, բայց իրականում հունարենում ինքը to raise up, բարձրացնել է, Քրիստոս բարձրացրեց եւ այս բարձրացնելն ավելի խոր իմաստ ունի, որովհետեւ հաճախ մենք ընկած վիճակում ենք եւ Քրիստոս մեզ պիտի բարձրացնի։ Հենց սա էր անում, բայց բարձրացրեց իր ձեռքը բռնելով։ Եվ հետաքրքրորեն այս նույն Քրիստոսի բարձրացումը մենք նաեւ տեսնում ենք նույն Պետրոսի հետ հետագայում, երբ որ ծովի մեջ պիտի խորտակվեր ու Քրիստոս պիտի ձեռքը տար ու նորից Պետրոսին բարձրացներ։ Մեր բոլորիս կյանքի իրապես ամենադժվարին պահերին լինի դա ծովի մեջ ընկղմվելը, որը որ դժվարություններն են, թե հիվանդություններ, թե ամեն ինչ, միշտ Քրիստոսի ձեռքն ենք ընտրում։ Բայց այս պարագայում տեսնում ենք, որ Քրիստոս ինքն է մոտենում, ինքն է բռնում ձեռքը եւ բարձրացնում եւ ասում է անմիջապես տենդը նրան թողեց, այսինքն ջերմությունը նրան թողեց եւ նա ծառայում էր նրան։ Եվ այստեղ մի շատ կարևոր միտք կա, որ ես այս հարցը ինձ փորձեցի տալ։ Արդյոք ես զգում եմ, որ Տերը ինձ ձեռքը բռնել է ու ինձ բարձրացնում է։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մեզանից քանիսն ենք, մենք ինքներս մեզ հարցնանք, մենք զգում ենք, որ Տերը մեր ձեռքը բռնել է ու մեզ ուզում է բարձրացնել։ Որովհետև եթե սա չկա, մենք անընդհատ անկյալ վիճակում ենք լինելու։ Սա շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի։ Հետաքրքիր նաև ուրիշ պարագան կա, որ երբ որ Տերը օգնեց այս կնոջը, բարձրացրեց այս կնոջը, այս կինը չասեց շնորհակալություն ու հաջողություն,
այս կինը անմիջապես սկսեց նրան ծառայել։ Եվ նույնը մեր պարագան է, մեր կյանքում է։ Հաճախ երբ որ իրապես Տերը մեզ օգնում է, մենք արդյոք սկսում ենք ծառայել, իսկ ծառայել բառը հունարենով դիակոնիո բառն է, այսինքն հենց դիքն, անգլերենով չէ ասում ենք սարկավակին դիքը, որ հունարեն բառից է։ Ծառայել բառի բուն իմաստով, ծառայել Քրիստոսին, ծառայել եկեղեցուն։ Եվ ինչ դուրս եկավ, այն մարդիկ, ովքեր որ բարեխոսեցին Քրիստոսին կնոջ համար, հենց այդ մարդկանց էլ այս կինը սկսեց օգնել, այսինքն փոխադարձ է։ Երբ որ մեկս մյուսին օգնում ենք դիմացինին, վստահ լինենք, որ եթե ոչ այդ մարդուց, ապա Տիրոջ միջոցով մեկ այդ ձև այդ օգնությունը, այդ բարիքը, որ մենք տվել ենք, Տերը կվերականգնի, կփոխհատուցի ու դրա համար չէ Տերը ասում, նույնիսկ եթե մեկին մի բաժակ ջուր իմ անունով տաք, իմացեք ինձ եք տվել եւ ես եմ փոխհատուցելու։ Հենց այս պարագան է, որ տեղում վրա է կատարվում, օգնում են, աղոթում են, խնդրում են այլ խոսքով Քրիստոս բարձրացրեց կնոջը, ու այս կինը սկսեց ծառայել։ Այստեղ նաև հայրերը ուրիշ միտք էլ տեսան, որ ընդհանրապես երբ որ լուրջ հիվանդ ես, ծանր հիվանդ ես, միանգամից չես վեր կենում ու աշխատում։ Ժամանակ է պետք, որ վերականգնվում ես։ Բայց այս պարագայում Սիմոնի զոքանչը անմիջապես ծառայեց, որը ցույց է տալիս Քրիստոսի իրական զորեղ ուժը, որ այս դեպքում հիվանդություն իշխանություն չունի Քրիստոսի վրա եւ անմիջապես կարող է սկսել իրեն ծառայել մի բան, որ մեզանից յուրաքանչյուրը վստահ են փորձում է իր կյանքում անել։ Հաջորդ նախադասությունը հետևյալն է. երբ երեկո եղավ, Արևի մայր մտնելու ժամանակ նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին եւ դիվահարներին։ Նախ ուզում ենք երեկո բառի մասին խոսել, որովհետեւ Ծննդոց 1:5-ում, երբ որ ամեն անգամ օրը վերջանում էր, ասում էր երեկո եղավ, հստակ ցույց է տրվում, որ օրը վերջանում է Արևի մայրամուտով եւ հաջորդ օրը սկսում է հենց անմիջապես մայրամուտից հետո, այսինքն երեկոյան, մոտավորապես ժամը 6-ին։ Երբ որ նայած ձմեռ համար դա այլ տարբերություն կա, երբ որ արևը մայր է մտնում։ Եվ ինչու է սա կարևոր, որովհետեւ այսօր մենք ասում ենք կեսգիշերը ժամը 12-ից հետո է օրը փոխվում, բայց եկեղեցական օրացույցը դեռ պահում է հինը ու դրա համար օրինակ շաբաթ ճրագալույցին, երբ որ պատարագ է մատուցվում, շաբաթ երեկոյան, սա հենց կիրակնօրյա պատարագն է, ոչ թե շաբաթվա պատարագն է։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք հասկանանք, կամ 5 շաբթի օրը, երբ որ մենք խավարման կարգն ենք կատարում միջև կեսգիշեր, երբեմն տերում է, սա խորքի մեջ ոչ թե 5 շաբթի օրվանն է, այլ ուրբաթ օրվանն է։ Ուրեմն սա շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանանք, որ սա սուրբ գրային է եւ մեր հայրերն էլ այդպես ենք միշտ ապրել, միջև որ այս վերջի շրջանում, որ օրը փոխվեց։ Եվ ինչի երեկոյան եկան, որովհետեւ իրենք շաբաթն էին պահում։ Երեկո եղավ, շաբաթը վերջացավ եւ մարդիկ, բազում մարդիկ որոշեցին մոտենալ Քրիստոսին, որպեսզի Քրիստոս իրենց օգնի, բայց Քրիստոս հետաքրքրորեն շաբաթվա ընթացքում արդեն բժշկեց, զոքանչին բժշկվեց շաբաթ օրը, ցույց տալու համար, որ ինչպես նախորդ անգամ մի քիչ առաջ ասացի, ինքը շաբաթվա տերն է։ Ուղղակի դեռ հрьяաները չեն ընկալում այս գաղափար ու սպասում են մինչև շաբաթը ավարտվի, երեկոն գա ու նա որ մոտենա։ Հետաքրքիր մի բան, չգիտեմ, եթե նկատեցիք թե չէ, երբ ասում է երեկո եղավ Արևի մայր մտնելու ժամանակ, նրա մոտ էին բերում բոլոր հիվանդերին եւ դիվահարներին։ Երբեմն չենք նկատում, բայց մի քանի անգամ կարդալով հասկանում ենք, այս հիվանդներն ու դիվահարները իրենք չէին գալիս, նրանց բերում էին։ Եվ շատ կարևոր է, որպես կանոն, երբ որ դու հիվանդ ու դիվահար ես, այսինքն խնդիր ունես Աստծո հետ, մեղքի հետ կապված, դու չես գնում դեպի Աստված։ Դու կարիք ունես մեկին կամ ոմանց, որոնք քեզ կտանեն դեպի Աստված։ Ու սա շատ կարևոր է։ Երբեմն միշտ ասում ենք, ինչի էս մարդիկ եկեղեցի չեն գալի, ինչի էս մարդիկ հաղորդություն չեն ստանում կամ Աստվածաշնչի սերտողության չեն գալի։ Չեն գալի, որովհետև իրենք պատրաստ չեն, իրենք կարող չեն գալու։ Իրենք կարիք ունեն մեկի, որը որ իրենց ուղղորդի, չգիտեմ, ինտերնետով տեղյակ կպայի կամ ամեն անգամ կզանգի կասի, այս ինչ օրը պատարագ կա, արի քեզ գամ վերցնեմ տանեմ։ Նույն պարագանն է, իր Քրիստոսի մոտ մարդիկ էին բերում եւ այդ մարդիկ ուրիշ մարդիկ չեն, եթե ոչ հիվանդներ էին ու դիվահարներ եւ այս մարդկանց Տերը ինքը բժշկում էր։ Ու նորից սա շատ կարեւոր է, ինչպես որ զոքանչի համար աղոթեցին, խնդրեցին Հիսուսին, այս պարագայում էլ ամբողջ Կափառնայումի ժողովուրդը մեկը մյուսին տանում էր դեպի Քրիստոս։ Եվ այստեղ երկու տարանջատում է դնում ավետարանիչը։
Հիվանդ եւ դիվահար։ Նախորդ անգամ մենք խոսեցինք, որ այնքան ենք վախենում այս բառից, որ այդ դիվահար չենք օգտագործում, demon possessed բառը գոյություն չունի մեր մոտ, ամեն ինչ նյութական, մատերիալիստական գաղափարի վրա է, բայց եթե մենք քրիստոնյա ենք ու մենք հավատում ենք Քրիստոսի խոսքին, հասկանում ենք, որ դիվահարություն կա։ Եվ ի՞նչն է այս երկուսի հիմնական տարբերությունը։ Առաջինը որպես կանոն հիվանդությունը մարմնական է, իսկ դիվահարություն կոչված ավելի մտավոր ու հոգեկան է։ Եվ այս երկու մեծ տարբերությունները կան իրար վրա։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, մարդը հնարավոր ավելի հեշտ է մարմինը բուժում, բայց հոգին ու միտքը շատ դժվար է բուժում։ Լավագույն դեպքում դեղեր են տալիս, որ միտքն ու հոգին կիսաքնած վիճակում լինի։ Իսկ Քրիստոս այդպես չէր բուժում, Քրիստոս ամբողջությամբ էր բուժում։ Եվ մյուսն էլ կա, մեկը ներքին խնդիրների հետևանք է, որ հաճախ մենք կարող ենք լինել մեր մեղքերի պատճառով, բայց մյուսը դիվահարությունը արտաքինն է խնդիրների հետևանքը, որ դրսից կարող գա ու քեզ բնակվի ու քեզ ցավացնի, ու դրա համար մենք էս էինք խոսում, որ այն անձը, որ քրիստոնյա է եւ Սուրբ Հոգու տաճար է դարձել, նախորդ անգամ այս մասին խոսեցինք, Սուրբ Հոգին է բնակվում իր մեջ, ինչպես առաջի Կորինթացիս 3-ում 6-ում մենք տեսնում, որտեղ Սուրբ Հոգին է բնակվում, այդտեղ չարը չի կարող բնակվել։ Դրա համար մի հետաձգեք ձեր զավակների կամ ինքներդ ձեր մկրտությունը, որպեսզի կարողանաք ապահովված լինել արտաքին թշնամուց։ Այստեղ երկու վերջի նախադասությունը, որ գրեցի, հետևյալն էր. երկուսի բժիշկն էլ միևնույնն է, եւ հիվանդի եւ դիվահարի ինքը տեժն է։ Եվ այստեղ մի նախադասություն կա, որ այնքան հետաքրքիր է, շարունակությունն է 33-ը, եւ ասում է եւ ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առաջ։ Այս պահին հետաքրքիր է, մեկնիշներն ասում են մի պահ պատկերացնենք Սիմոնի վիճակը։ Մի ամբողջ քաղաք, Կապառնայում քաղաքը, չգիտեմ ինչքան մարդ կար, ենթադրում եմ հազարներ կլինեն, եկել է քո դռան առջև, քո տուն։ Եկել են դուրդ բախելու, եկել են քեզանից օգնություն գտնելու եւ դու ինչքան հետաքրքիր է, ինչքան ուրախ պիտի լինես, նա նաեւ խառնված, որտես այս ամբողջ մարդիկ եկել են քո տուն։ Այստեղ նաեւ մենք տեսնում ենք, թե ինչքան Սիմոնը իրան պիտի եսը բարձրացնի ու հաջորդ նախադասության մեջ, երբ որ արդեն Քրիստոս պիտի գնա իր տնից, իրանք պիտի փորձեն իրան հետ բերել, որովհետեւ շատ հաճելի էր։ Իր տունը դարձավ քաղաքի կենտրոնը։ Բոլորը դեպի իրեն էին գնում։ Դրան հակառակ Քրիստոս, որ դարձավ ճանաչված անձ ամբողջ քաղաքում, այսօր շատ ենք, չէ՞, այդ բառը օգտագործում, public figure։ Քրիստոս այստեղ քաղաքում դարձավ public figure, ինքը ինչ արեց, պիտի տեսնենք, որ չգնաց ավելի մարդկանց մեջ պատիվ վերցնելու, որ դու ես, այլ ընդհակառակը պիտի տեսնենք, որ հեռանալու է դեպի անապատ, որպեսզի այդ մարդկանց պատիվը իրան չխանգարի։ Բայց հետաքրքիր էր նաև մի բան, որ բոլորը գալիս էին Քրիստոսի կամ այս դեպքում Քրիստոսի բնակության վայրի դռների առաջ, որովհետև խորքի մեջ այդտեղից է փրկությունը։ Եվ միշտ երբ որ ասում ենք Տիրոջ դռների առջև, 2000 տարի հասկացել ենք եկեղեցու առջև։ Եվ այն մարդիկ իրապես, ովքեր որ ուզում են բժշկվեն կամ զորանան կամ մաքրվեն, ուրիշ տեղ չպիտի փնտրեն իրենց բժշկության վայրը, եթե ոչ եկեղեցու դռների առջև, որը որ ինքնին երկնքի արքայության մանրակերտն է երկրի վրա, ու այս մասին միշտ մեր սրբերը խոսել են։ Եվ փաստորեն այն մարդիկ, ովքեր որ եկան, ինչ ստացան, նրանք ասում են, եւ նա տեսակ հիվանդություններից բազում հիվանդներ բժշկեց եւ բազում դևեր հանեց, եւ թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետեւ գիտեին նրան, որ Քրիստոսն է։ Նախ առաջի միտքը տեսակ հիվանդություններն է։ Այստեղ Ավետարանիչը ուզում է ցույց տալ, որ Քրիստոս մեկ կամ երկու հիվանդության բժիշկ չի։ Բազում հիվանդությունների բժիշկ է։ Ու սա շատ կարևոր է, որովհետև հաճախ երբ որ մի դեղ ես առնում, մի բանին օգնում է, բայց մի բանին վնասում է։ Այս դեպքում Ավետարանիչը ցույց է տալիս, որ Քրիստոսի բժշկությունը բազում հիվանդությունների բժշկությունը։ Հունարեն բառը բժշկվելու շատ հայտնի բառ է, թերապեո բառն է, որը որ անգլերենով այսով թերապիա կոչվում, թե մենք էլ ենք, չէ, հայերեն ասում ենք թերապիա, բայց ինքը իմաստ ունի այս բառը, որը հիմնականում կոնկրետ խոսում է հոգ տանելու մասին, բժշկել եւ հոգ տանել հիվանդին, այսինքն Քրիստոս ոչ միայն դեղ գրող բժիշկն էր կամ ձեռքը դնող ու ասող գնա, Քրիստոս հոգ տանող բժիշկն է հիվանդին։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։ Մեզանից յուրաքանչյուրը կոչված են
դիմացինին օգնել, ինչ որ չափով բժշկել։ Ինչի՞ չէ, վատ տրամադրությունից, դժվարություններից, հազար ու մի հարցից։ Ու այստեղ այս բառով Քրիստոս մեզ օգնում է, որ հասկանանք, որ այդ բժշկությունը նախ եւ առաջ հոգացության հետ է կախված։ Եթե մենք հոգ չենք տանում դիմացինին, այլ սառնասիրտ բժիշկներ ենք, որը որ գիտի ես ինչ դեղը նրա հետ խառնել, սա այն չի, ինչ որ Քրիստոս ակնկալում է մեզանից, ու սա շատ կարևոր է։ Եվ հետաքրքիր է, օրինակ Մատթեոսի ավետարանում այս ժողովրդի բազմության հավաքվելը ինքը կապում էր մարգարեության, Եսայի մարգարեության կատարածման հետ, որ ասում էր նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարում։ Եվ ասում է այս մարգարեությունը, որ Եսային 53-ում ասաց, հիմա Քրիստոս ինքը կատարում էր, որովհետեւ յուրաքանչյուրին բժշկելով ինքը մի բան իր վրա էր վերցնում։ Եվ ուշադրություն պիտի դարձնենք հիմա, երբ որ ինքը պիտի բուժի նաև բորոտի տեղն է գնալու, ես այս մասին վերջում եմ խոսելու, որովհետև բորոտները քաղաքից հեռու էին, եւ բորոտը մտավ քաղաք, բայց ինքը ստիպված գնաց քաղաքից հեռու, որովհետև մարդիկ այնքան էին իրեն նեղացնում, որ ինքը այլևս քաղաք չէր կարողանում գար։ Քրիստոս ոչ միայն հեշտ է բժշկում մեզ, այլ մեր խնդիրները իր վրա է վերցնում։ Եվ սա էր դրա համար, որ հետագա մենք պիտի հասկանանք ինչ նշանակում մեր մեղքերը իր վրա վերցնել եւ մեր համար նաեւ խաչվել։ Եվ այստեղ նաեւ հետաքրքիր այս միտքը կա, որ ասում է եւ թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետեւ գիտեին, որ Քրիստոսն է։ Մոտավորապես ամբողջ ավետարանի մեջ մոտ 10 տեղ մենք կտեսնենք այս երևույթին, որ դևերն ուզում են վկայել, որ ինքը Հիսուսն է, Աստծո որդին է, իսկ Հիսուս իրանց թույլ չի տալիս, որ խոսեն։ Նախորդ անգամ այս մասին խոսեցի, ուզում եմ մեկ անգամ եւս խոսել։ Եվ այստեղ Բիդ անունով անգլիացի մեծ սուրբի մեջբերումները, եթե ընթերցեցիք հետևյալն էր ասում է Տերը թույլ չէր տալիս, որ չարը իր քաղցր թույնով թունավորի մարդուն, ինչպես դա եղավ Եվայի օրինակով։ Ինչ էր Եվային ինչ արեց, ինքը թունավորեց, օձեր, չէ՞, թունավորեց, բայց քաղցր թույնով։ Ականջին հաճելի թույնով, լավ կլինի քո համար։ Ու նույնն էլ էս պարագանա, կարծես թե ինքը դրական բան են ասում դեպի, որ այո, դες Քրիստոսն ես, բայց ասում է թունավոր օծից դրական բան մի ակնկալիր։ Ու դրա համար է, որ Քրիստոս անկախ ամեն հանգամանքից չի ուզում չարի վկայություն։ Ու նույնը պարագանա, զգուշ լինենք, որովհետև պիղծ շուրթերից կամ պիղծ ներաշխարից օրհնություն չի կարող դուրս գալ։ Սա է, որ Քրիստոս ուզում է մեզ ասի, եւ նաեւ մեզ էլ օրինակ։ Եթե մեր ներաշխարը մենք աղտոտել ենք, մթագնել է, եթե մեր շուրթերը պղծաշուրթ են, հավյանքներով, անեծքներով, բամբասանքներով լեցուն, որ հաճախ ենք տեսնում, զգուշ լինենք, որովհետեւ եթե դրա մեջ ենք, Աստծո օրհնություն մեր շուրթերից դուրս չի գալու։ Եթե գա էլ, Աստված ասելու արժանի չես, լռիր, որովհետեւ պղծաշուրթ ես։ Ու էս էր պարագան, նույնիսկ եթե կհիշենք Մարգարեի օրինակը, ինչ արեց, երբ որ Մարգարեն ասեց, ես պիղծ շուրթերով մարդ եմ, Տեր, ես ոնց գամ քեզ քո մասին վկայեմ, ասում է, ինչ արեց հրեշտակը, այդ բերեց շուրթերին եւ մաքրեց, այսինքն մաքրվելուց հետո է, որ նոր կարող ենք մենք Քրիստոսին վկայել, Աստծուն վկայել։ Եվ այս ամբողջը ինչ որ կատարեց, կարծես թե ամեն ինչ լավ է, հաճելի վիճակ, բոլորը ուրախ են, բոլորին օգնում է, զոքանչը ամբողջ քաղաքին, բայց առավոտյան լույսը բացվելուց առաջ ասում է, վեր կացավ եւ ելավ գնաց ամայի միտեղ ու այնտեղ աղոթում էր։ Հետաքրքիր է այս պարագան, ես անմիջապես սա կապեցի մեր կյանքի հետ, որ առավոտը չբացված Քրիստոս արդեն աղոթում է։ Սի այնքան կարևոր օրինակ է, որովհետեւ հաճախ մեր օրինակը վերցնենք, չգիտեմ մեզանից քանիսն են առավոտը չբացված աղոթում։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր, որ այս օրինակը Քրիստոսից նաև մեր եկեղեցին է վերցրել, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, մենք ունենք, ասում ենք 9 ժամերգություն, չէ։ Առաջինները, առաջի ժամերգությունը, որ սկսում է, կոչվում է գիշերային։ Մոտավորապես ժամը 12-ին է եղել, կես գիշերին ժամը 12-ին, եւ սա արդեն առաջի ժամերգությունն է, դեռ լույսը չի բացվել։ Հետո առավոտյան ժամերգությունն է գալիս, որ նորից լույսը դեռ չի բացվել, բայց նորից հավաքվում են Աստծուն փառք մատուցելու։ Եվ նոր երրորդը, որ հետագայում է ձևավորվել, արևագալի ժամերգությունն է, որ արդեն բառը ինքնին մեզ հուշում է,
արևը եկավ, արևը ծագեց։ Ուրեմն միջև արևի ծագելը արդեն մեր եկեղեցին երկու հիմնական ժամերգություններ է կատարել։ Եվ սրա օրինակը մենք ենք, եթե ժամերգությունը կատարել է, բնականաբար կատարել է նաև մարդկանց համար, ոչ միայն վանքերի համար, որ իրենք նախապես արդեն փառաբանենք։ Մենք միասնաբար փառաբանենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Եվ ամեն մի ժամերգություն նվիրված է երրորդության անձանցից մեկին, սկսած Հոր, հետո Որդուն, հետո Սուրբ Հոգուն։ Բայց ինչու եմ սա ասում, որ եթե նույնիսկ հիմա չունենք ցավոք սրտի, Ամերիկայում չեմ կարծում որևէ տեղ կա, որտեղ գիշերային ժամերգությունը ճիշտ ժամին, հետո առավոտյան, հետո արևագարն է կատարվում, գոնե վեր կենանք, գոնե մեր աղոթքը անենք, ամեն ինչից առաջ, ոչ թե անցած անգամ էլ այս միտքը ասեցի, բացենք հեռախոսը եւ սկսենք միանգամից նայել թե ինչ նորություն կա այսօր, որ հաճախ նաեւ իմ մեղքն է եւ ես խոստովանում եմ, այլ առաջինը այսօր բացենք, տեսնենք Սուրբ գրային ընթերցումները որոնք են, այսօր ինչ տոն է եւ նոր հետո սկսենք մեր ուրեմն առօրյան։ Ու դրա համար հայրերը մեջ են բերում Սաղմոս 56-ը, Բողոքականյան 57-ը, որ հետևյալն է ասում. «Արթնացիր փառքին, արթնացիր սաղմոսներով եւ օրներգությամբ եւ ես կարթնանամ առավոտյան»։ Եվ ասում են արդեն իսկ Սաղմոս 2 Դավիթը հենց սա էր անում։ Արդեն ինչ էր անում, բոլորիս խորհուրդ էր տալիս իր օրինակով, որ առավոտյան արթնանանք եւ փառք տանք Աստծուն։ Գրաբար այնքան գեղեցիկ է, դրա համար փորձելու եմ տեսնեմ, եթե կարող եմ դնել։ Ասում եմ. «Զարթիր փառքին, զարթիկ Սաղմոսի եւ օրհնությամբ, եւ ես զարթի այդ առավոտուց»։ Եվ Սուրբ Ներսես Շնորհալի մեր մեծ Սուրբ Հայրապետը շարական է գրել հենց այս Սաղմոսի հիման վրա ու նաեւ Քրիստոսի խոսքի վրա, եւ այս պահը փորձեցի մեջբերել կամ մի պահ վերադառնանք մեր հայրենիք, մեր պատմական են հրաշք վանքերը եւ պատկերացնենք այստեղ, որ այս շարականներն են լսվել եւ ինչ ա եղել արևի ծագելուց առաջ, մենք այն մարդիկ ենք, որ վեր ենք կանում եւ Աստծուն փառք ենք տալիս այսօրվա համար ու տեսնեմ, եթե կմիանա, ասում եմ 1 րոպե այս շարականը մի պահ ապրենք այս ամենով։ Այսպես մի քանի տուն է, ուզում եմ ընթերցեմ, թե բառերը ինչ են, շնորհալու բառերը, որ ամեն առավոտ ենք այս աղոթքը ասել, զարթնեք իմ փառք, զարթնեք եւ ես կզարթնեմ առավոտից, հալելույա, զարթնեք զվարթունների հետ, զվարթունները հրեշտակներն են, զավակներ վերին Երուսաղեմի, հալելույա, զարթնեք լույսի որդիներ, օրհնություն տալու լույսի հորը, հալելույա, զարթնեք Տիրոջ արյան փրկվածներ, եւ փառք տվեք փրկողին, հալելույա, զարթնեք նոր ժողովուրդներ, այսինքն քրիստոնյաներ, եւ ելք մատուցեցեք նորոգողին, հալելույա, զարթնեք հոգով հարսներ, որ սպասում եք Սուրբ Փեսայի գալուստին, հալելույա։ Ինչ հրաշալի է, չէ՞, երբեմն խոսում ենք այն մասին, այս վերջերս են նորից անի հետ էինք խոսում, թե ինչքան մարդիկ սխալ ընկալում ունեն եկեղեցու մասին, որ միշտ բացասական, տխուր, դժկամ են տեսնում, բայց խորքի մեջ ինքը ամբողջությամբ ուրախության, եկեղեցին ուրախության խորհրդանիշն է։ Եթե հասկանանք, բայց ցավոք սրտի, քանի որ ոչ շարականն ենք հասկանում, ոչ էլ բառերն ենք հասկանում, ոչ էլ տեղն ենք հասկանում, ինչի է երգվում, որտեղ է երգվում, դրա համար կարծես թե կտրվել է այդ իրականության կապը։ Մենք մեզ սխալ ընկալում ունենք չիմանալու արդյունքում, ու ինչ դուրս եկավ։ Այն որ Տերը ասաց առավոտյան գնաց աղոթելու մեզ օրինակ տվեց, այն որ Սաղմոս 2-ն արդեն ասում էր, մեր հայրերը սա վերցրեցին, գեղեցիկ շարական դարձրեցին ու ամեն օր մեզ հիշեցրեցին այս մասին, ամեն Աստծո օր։ Իսկ դրանից ավելի գեղեցիկ բան չի կարող լինել ու արեցին հանճարեղ շնորհալու ձև
օրինակով կամ ձեռքով, որը որ երկրորդը չունի։ Եվ ինչքան իրենց մենք ծանոթանում ենք, այնքան հասկանում ենք, թե այս մարդիկ ինչքան բաներ արել մեր ազգին, ու մենք ինչքանով ենք հետ գնացել, որ իրենց բացարձակ չենք ճանաչում ու իրենց ժառանգությունը ընդհանրապես չենք կարևորում։ Վերադառնալով Նյութին ասեմ, որ շարունակությունը հետևյալն էր, եւ նրա հետևից նրան խնդրելու գնաց Սիմոնը, եւ նրանք, որ նրա հետ են, եւ երբ գտան նրան, ասացին. ամենքը փնտրում են քեզ։ Հետաքրքիր մի բան կա, ու ես միտք ես ասացի, բայց գրել էի, որ երբ որ անձը սկսում է, ես անձի բարձրանալ, լիգում բարձրանալ, Քրիստոս ցույց է տալիս, որ փնտրեն կամայի տեղեր, որտեղ մարդկանց փառքը չկա, որտեղ մարդիկ քեզ չեն փառաբանում կամ գովաբանում, երբեմն նաև ստից, կեղծ, այլ գնա ամայի տեղ ու Աստծո ներկայության մեջ եղիր, ոչ թե մարդկանց։ Եվ սա էր Քրիստոս ասում։ Եվ դրա համար նաև երկրորդ պարագան կա, որ ինքը չփորձեց հարմարավետության մեջ մնալ, որովհետև պատկերացրեք բոլորը քեզ փառաբանում են, դու բոլորին օգնում ես, դու իրենց համար դարձել ես տեր, իրական, եւ քո անգլերենով այդ բառն եմ օգտագործելու comfort zone-ի մեջ ես։ Բայց Քրիստոս փախավ այդ comfort zone-ից, չուզեց այդ comfort zone-ը, որովհետեւ այդ comfort zone-ը, այդ հանգիստ վիճակը, այդ հարմարավետությունը ինքը քեզ ինչ անում է, լճացնում է, ճահճացնում է, swamp-ի մեջ ես մնում։ Ու դրա համար անընդհատ ինքը դուրս եկավ, բայց հիմա տեսեք ինչ է գալիս, հետաքրքիր է, որ մյուսները գնում են Քրիստոսի մոտ եւ ասում են, երբ գտան նրան, ասացին ամենքը փնտրում են քեզ։ Ինչ էր ուզում Պետրոսը անել։ Պետրոսը այդ comfort zone-ն էր ուզում հետ քաշել Քրիստոսին։ Արի ինտեղ, արի իմ տուն։ Դու իմ տան մեջ ես, բոլորը քո կողքն են լինելու, քեզ ծառայելու ենք, իմ կնոջով, իմ զոքանչով, բոլորով, արի, բայց ուրիշտեղ մի գրա, մենակ մեր մոտ եղի։ Դրա համար հաճախ մարդու էությունն էլ էսպիսին, ասում ենք մեզ, միայն մեզ, մենակ ինձ, Քրիստոսին գտել եմ, մենակ իմ համար եմ ուզում պահեմ, ուրիշ ոչ ոքի համար։ Եվ ինչ էր այստեղ Քրիստոս նաև ցույց տալիս, հիմա պիտի տեսնենք հաջորդ նախադասության մեջ, որ ճիշտ է, դուք իմ աշակերտներն եք եւ ինձ մտերիմ եք, բայց ես աչառություն չունեմ, no favoritism։ Սա այնքան կարևոր է, որտեղ հաճախ մարդը այդ աչառության favoritism-ի զոհն է գնում։ Քրիստոս ցույց տվեց, որ favoritism չունի, որևիցե մեկի հետ։ Եվ նաև ինքը չեկավ հեշտ ապրելու համար։ Կապարնայում ինքը շատ հեշտ էր ապրելու, այլ եկավ, որպեսզի իր խաչը վերցնի ու տանի։ Եվ սա նաև ինձ ու ձեզ է օրինակ, որտեղ մենք հաճախ ինձանից սկսած փորձում ենք հեշտ կյանքով ապրել։ Հեշտը մեզ բոլորիս հաճելի է, բայց Քրիստոս ցույց է տալի, որ այդ չի լուծումը։ Ինքը եկավ խաչը վերցնելու ու տանելու ու նաև ասաց մեզանից յուրաքանչյուրն ունի իր խաչը։ Եվ մենք պիտի գիտակցենք, թե որն է այդ խաչում մենք ինչպես ենք տանում։ Ու հենց այստեղ է, որ այս միտքը եկա, որ ասում եմ հետաքրքիր է, որ մարդը արցունքով է մտնում կյանք։ Բոլոր երեխաները լացով են մտնում կյանք։ Բայց նոր կյանք, այսինքն երկնային արքայություն, ուրախությամբ ու փառաբանությամբ պիտի մտնենք։ Ու սա է, որ Քրիստոս տալիս է։ Այս կյանքում, եթե մենք հանգստություն ենք փորձում, փնտրել ու գտնել, չի լինելու ամբողջական։ Աստված այդպես է դրել, որ լացով ես մտնում, ու ամեն ինչ քրտինքով ես վաստակելու, դժվարությամբ ես վաստակելու։ Սա իր խոսքերն են։ Իր խոսքերից ոչինչ ավելի վեր չի, բայց ինքը նաև խոստացա, որ նոր կյանք է մեզ տալու, ու այդ նոր կյանքը, եթե մենք ճիշտ ապրեցինք, ուրախությամբ ու փառաբանությամբ ու ժպիտով պիտի մտնենք, որի համար իսկ կանչված ենք, որի համար իսկ կանք։ Եվ շարունակությունն է հետաքրքիր է, ասում է, եւ նրանց ասաց. եկեք գնանք այլ մոտակա գյուղաքաղաքներ եւս, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հենց դրա համար եմ եկել։ Ուրեմն շատ հետաքրքիր է։ Առաքյալները Հիսուսին հետ էին տանում, եւ Հիսուս իրենց առաջ տարավ։ Սա կյանքի ինձ թվում է գաղտնիքն է։ Հաճախ մեզ շատ բաներ հետ է տանում։ Մեր անցյալն է հետ տանում, մեր դժվարություններն են, ազգովի եղերն է մեզ հետ տանում, մեր, չգիտեմ, դժվարություններ ու հազար ու մի խնդիրներ, Քրիստոս մեզ առաջ է տանում։ Եվ այս շատ կարևոր է, եւ անձնապես, եւ ազգովի, եւ իբրև մարդկություն։ Քրիստոս միշտ առաջ է տանում, որովհետեւ մենք միշտ գնում ենք դեպի երկինք, որը որ գալու է, կամ իր երկրորդ գալուստը, որը որ լինելու է։ Եվ դրա համար նաև մեկ այլ միտք կա, որ ինձ մոտ նշեցի, հետևյալն է, մենք հաճախ ծրագրում ենք, բայց Տերը ինքն է տնօրինում։
Եվ նույն պարագան էր Պետրոսը մյուս աշակերտների եւ հարազատների հետ որոշել են Քրիստոսին համոզենք, ծրագրել էին, տանենք մեր տուն պահենք։ Բայց Քրիստոս ինքը ուրիշ բան էր տնօրինել, ոչ թե ձեր տան մեջ պիտի լինենք Պետրոս, այլ դու ինքդ պիտի աշխարհով սփռվես, տարածվես, գնաս, քարոզես եւ ի վերջո հռոմում էլ ոտքերդ վերև գլուխդ ներքև պիտի իմ համար խաչվես։ Քեզ համար այդ հաճելի միտքն էր, որ պիտի գնայի ես քո տուն գայի ու քեզ հետ լինեի, բայց հակառակը ես քո համար ուրիշ ծրագիր ունեմ, որովհետեւ այս ծրագիրը եթե կատարես, երկնքի արքայության մեջ մեծ տեղ ունես ինձ հետ։ Եվ նաև հետաքրքիր է Բուլղարացի աստվածաբաններից մեկնիչներից Թեոփիլակտ անունով մեկը 12-րդ դարի հետաքրքիր միտք ասեց, ու այնքան ինքը պարզ ու այնքան խոր ասում է արևի լույսը չես կարող միայն մի տեղի համար պահել։ Քրիստոս արևի լույսն է։ Ինքը շատ ավելի մեծ է, քան որևէ քաղաք կամ գյուղ կամ տուն։ Մի փորձեք Քրիստոսին մենակ ձեր կյանքի համար պահել։ Եվ սա էլ հաճախ մենք այդ ենք անում, մենք մենակ մեր համար ենք ուզում Քրիստոսին պահել։ Քրիստոս այնքան մեծ է, որ տիեզերքից մեծ է եւ չի կարելի փոքրիկ ճղճի մտայնության մեջ լինել։ Պիտի ընդարձակվի, արևի լույսի նման պիտի տարածվի, ինքը եկավ հենց սա ասելու, որովհետեւ հենց միտքը սա է, վերջի նախադասությունը շատ կարեւոր ասում է, ես հենց դրա համար եմ եկել։ Ինքը հենց դրա համար է եկել է այդ լույսը տարածի, արևի նման սփռի։ Եվ դրա համար այս երկրորդ միտքը ինձ մոտ եկավ։ Ես ինչի համար եմ աշխարհ եկել։ Ես հայկս ինչի համար եմ աշխարհ եկել։ Մեզանից յուրաքանչյուր այս հարցը պիտի իրեն տա ու այս հարցին պիտի պատասխան գտնի։ Որն է իմ աշխարհ գալու նպատակը։ Որովհետև Քրիստոս հստակ ասեց, որ իր աշխարհ գալու համար նպատակ ինքը կա, ունի։ Ուրեմն մեզանից յուրաքանչյուրի աշխարհ գալու համար էլ Աստված նպատակ ունի։ Որն է մեր աշխարհ գալու նպատակը։ Եվ սա մենք պիտի փորձենք հասկանալ ավետարանը սերտելով, որ այս ընթացքում Աստծո ողորմությամբ պիտի փորձենք կատարել այս մոտավորապես 1 տարվա ընթացքում։ Եվ շարունակությունը տեսնենք։ Եվ ամբողջ Գալիլեայում նրանք ժողովարդներում քարոզում էր եւ դևեր էր հանում։ Ուրեմն ինչ եկավ։ Եթե ցուրտը անջատի էս ջան, այստեղից ուտեղից։ Ինչ դուրս եկավ, որ շատ լավ։ Շարունակենք։ Դուրս եկավ հետևյալը, որ ինքը չմնաց Կափառնայումում, այլ ինքը գնաց ամբողջ Գալիլեայով, սկսեց քարոզել եւ դևեր հանել։ Փաստորեն երկու բաներ անում Տերը։ Քարոզում էր եւ դևեր հանում։ Եվ այստեղ միշտ հայրերն ասում են քարոզը խոսքն է։ Եվ բոլորս կարող են լավ խոսել, գեղեցիկ խոսել, բայց քանիսն են գործ անում, խոսքը գործի վերածում։ Նույն միտքը նաև նախորդ անգամ էլ ես ասացի։ Խոսքը այնքան արժեք ունի, երբ որ գործով դա փաստվում է։ Իսկ եթե գործ չկա, խոսքն արժեք չունի։ Եվ դրա համար էր որ սա շատ կարևոր է։ Ու այս ընթացքում Օգոստինոս օրինակ Երանելին այս միտքն էր ասում, որ ես չէի մտածել, ասում է, երբ որ ասում էր Գալիլեայում ժողովարդներում քարոզում էր եւ դևեր էր հանում, ասում է, ինքը մի նախադասությամբ անցավ, բայց օրինակ Մատթեոսը լեռան քարոզի այս մասը ամբողջությամբ բացատրեց, թե ինչի մասին էր Քրիստոս խոսում։ Այնքան փառք Աստծո, որ մենք ունենք Մատթեոսի ավետարանն ու լեռան քարոզը 5-րդ գլխից սկսած, որտեղ մանրը կրկիտ բացատրվում է, թե Քրիստոս ինչ էր քարոզում։ Որտեղ եթե ուշադրություն դարձնենք, Մարկոսը ուղղակի ասում է քարոզեց ու անցավ։ Քարոզեց ու բժշկեց։ Շատ հաճախ ու միշտ այս օրինակն ենք բերում հին հայրերը, ընդհանրական եկեղեցու հայրերը, որ Մարկոսը ուներ իր առջև արդեն Մատթեոսի ավետարան եւ ուղղակի հակիրճ անցնում էր, հիշեցնելով, վերհիշեցնելով բաներ, որոնք որ Մատթեոս արել էր կամ որոշ բաներ, եթե Մատթեոսը բաց էր թողել, մի փոքրիկ ուրեմն ավելի մանրամասնելով։ Եվ հիմա գալիս ենք վերջի պահին բորոտի պարագան եւ ասում են նրա մոտ եկավ մի բորոտ, նա ծնկի եկավ աղաչում եւ ասում էր. Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Ախ ուզում եմ բորոտության մասին խոսել։ Բորոտությունը ահավոր հիվանդություն է եւ այսօր էլ կա։ Եվ եթե բորոտություն թայփանեք, գրեք թե ինչ է բորոտությունը, շատ վատ տհաճ նկարներ կգտնեք բորոտների մանավանդ դեմքերի վրա, թե ինչա կատարվում, թե ինչ վիճակ է բորոտություն, ու եթե ուղղակի ես ամենամի թե փոքրիկ նկարը բանարեցի, թե ինչպես մարդու մատները գնում են։ Մաշկային հիվանդություն, որ քեզ ուտում է, քեզ ներսից ուտում է,
տառապում ես դու, որովհետև անընդհատ ցավի մեջ ես ու անընդհատ տառապանքի մեջ ես ու դու չես կարողանում ոչ մի ձև բժշկել, որովհետև բորոտությունը հին շրջանում անբուժելի էր։ Եվ այստեղ ես ուզեցի նաև Ղևտացիս 13-ից մեջբերումը անեմ, թե բորոտ մարդուն ինչ կյանք էր սպասվում։ Ասում է Սուրբ Գիրքը, ասում է, ով բորոտ է, նա պետք է պատրված գեսներ կրի, գլուխը բաց լինի, բերանը ծածկված, եւ նա անմաքուր պետք է համարվի։ Քանի դեռ հիվանդությունը նրա վրա է, նա անմաքուր պետք է համարվի։ Նա անմաքուր է, նա պետք է մեկուսացած մնա, նրա բնակավայրը բանակատեղից դուրս պետք է լինի։ Հետաքրքիր է, ինչ է դուրս գալիս, բացի այն, որ բորոտը ինքը ցավերի մեջ է, տառապանքի մեջ է, նաև ինքը մեկուսացած է, առանձնացած է, ինքը մարդկանց մեջ չի։ Հաճախ դա ավելի է մարդուն նեղացնում, քան մարմնական տառապանքը, որովհետև դու կարող ես տառապես, բայց սիրած տեակների մեջ լինես, շրջապատված լինես։ Ես գիտեմ նման ինչ շատ հարազատ մարդ, որ ահա որ տառապում էր, բայց բոլոր իր սիրած տեակները իր կողքն էին ու փորձում էին իրեն ամեն ձև սեր ցուցաբերել, վստահ եմ, որ դա մարդու հոգին ու սիրտը շատ լուսավորում ու բարիացնում էր ու ընդհանրապես մխիթարում էր։ Բայց եթե դու եւ տառապանքի մեջ ես, եւ մեկուսացած ես, եւ անգամ քո ամենասիրելին քեզանից հեռու է, գնում է մի քիչ մոտիկ, հացը թողնում է ու հեռանում է, որ դու գնաս հացը վերցնես, դու կապ չունես ընդհանրապես այդ քո սիրելիների հետ, դա հաճախ ավելի է ցավացնում, քան զուտ մարմնական հիվանդությունը։ Դրանից բացի, հիմա հոգեվորին գանք։ Ու այդ ուշադրություն դարձրեք, հենց այս հատվածում մի քանի տեղ կոչվեց անմաքուր բառը օգտագործվեց։ Դու նաև անմաքուր ես համարվում, անմաքուր հոգեպես։ Դու անմաքուր ես, եւ եթե քեզ մեկը դիպչի, ինքն էլ է անմաքուր։ Բացի այն, որ ինքը կարող է վարակվի, որտեղ դիպելով վարակվում են։ Բայց եթե նույնիսկ չվարակվեց, ինքը միևնույն է անմաքուր է համարվում, գոնե մի որոշ շրջան, 1 օր եւ այլն։ Այսինքն դու նաև անմաքուր ես, այլ խոսքով դու նաև պիղծ ես։ Եվ քանի որ դու անմաքուր ու պիղծ ես, դու իրավունք չունես Աստծո պաշտամունք մատուցես, դու իրավունք չունես տաճարում լինես, Աստծո հետ հարաբերությունը քո մոտ գրեթե միայն անձնական է, ոչ հավաքական։ Ու փաստորեն այս ամբողջը այդ մարդը կրում էր։ Եվ միշտ հայրերն ասում են, փաստորեն օրենքը, հին օրենքը, այս մարդուն, որ տառապում է, հոգեպես, մտովին եւ մարմնապես ոչ մի բանով չէր օգնում Մովսիսական օրենքը։ Ընդհանրապես պաշտպանում էր հասարակությանը բորոտից, որ հանկարծ չգնաս հասարակության մեջ, մյուսներին չվարակես։ Այլ խոսքով բորոտը մենք շատ այս բառը օգտագործում ենք, կենթանի դիակ էր։ Անմաքուր անձ, ով նաև համարվում էր կենթանի դիակ։ Ու այս մարդը գիտի, որ մի ամբողջ կյանք ամեն օրը իր հետ բերում ավելի վատ օր։ Ամեն օր իր հիվանդությունը ավելի սրվում է, ու ամեն օր իր տառապանքը շատանում է։ Ու պատկերացրեք այս վիճակը, որ մի մարդ կրում էր, եւ հենց այս մարդն է, որ քանդում է բարիերները, ու տեսեք ինչ անում, ինքը մոտ է գալիս, մի բան, որ իրավունք չուներ աներ, ինքը միշտ պիտի մեկուսացած մի տեղ լիներ, ասում են նրա մոտ եկավ մի բորոտ, նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Այս բորոտը անչափ հզոր հավատ ունեցող եւ գիտակցություն ունեցող մարդ է։ Եվ սա է շատ կարևոր է, որ ասենք, ինձանից շատ ավելի շատ, ինչու, որովհետև երբեմն մեզ թվում է, երբ որ մարդը տառապանքի ու ցավի մեջ է, ինքը նաև մտավոր ու հոգևոր ունակություններ չունի։ Չէ, հաճախ մեկը մյուսի հետ կապ չունի։ Բորոտը ուներ այնքան գիտակցություն, այնքան հավատ, որ այդ բոլոր տաբուները քանդեց, գնաց դեպի Քրիստոս, գնաց դեպի Քրիստոսի մոտ, ուներ նաև խոնարհություն, որովհետև ծնկի եկավ, որովհետև մեզանից շատերը միջև օրս պատրաստ չեն Քրիստոսի առջև ծնկի գալու, եկեղեցում են շատ հաճախ տեսնում են, որ պատրաստ չենք, ինքը ծնկի եկավ, աղաչում էր եւ ասում։ Եվ ինչ էր ասում. Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Ասում էր մի բան, որ շատ փարիսեցիներ ու ուսյալ օրենսգետներ չէին հասկացել, բայց ինքը հասկացել էր, որ Տիրոջ կամքը ամենակարող է, որ ինքը պարտադիր չի, որ հորը աղոթի, հայր, խնդրում եմ ես բորոտին օգնի, կամ միջնորդ դառնա հոր հետ, այլ իր կամքը բավարար է, որովհետև ինքը ամենակարող Աստված է։
Եվ այդ միտքը ինչ որ ինքը ասեց, այսօրվա բողոքական աշխարհից գալի մեծամասնությունը դեռ չեն ընկալել, որտեղ եթե ուշադրություն դարձնեք, իրենք միշտ Քրիստոսին միջնորդի դերում են տեսնում։ Ես անընդհատ այս մասին խոսում եմ։ In Christ's name we ask, կամ միշտ Քրիստոս միջնորդ է։ Բորոտը այդպես չարեց, Բորոտը միանգամից ասեց. «Տեր, եթե կամենում ես, ինձ կարող ես մաքրել»։ Բառն էլ է շատ կարևոր, չասեց ինձ կարող ես բուժել, ասեց ինձ կարող ես մաքրել, որովհետև իր համար փաստորեն կոնտեքստից ենք հասկանում, ավելի կարևոր էր մաքուր համարվելը Աստծո աչքում, որ կարողանար նաև Աստծո տաճարում աղոթք մատուցել բոլորի հետ միասին։ Սա էր ավելի կարևոր, որովհետև որոտությունը ավելի շատ անմաքրություն էր դիտվում, քան թե ֆիզիկական խնդիր։ Եվ ինչ էր, այստեղ փորձեցի գազարագույնով գրել այս միտքը, իր ամբողջ հույսը Տիրոջ ողորմության վրա էր դրել։ Եվ դրանից ավելի ապահով վայր չկա։ Եվ իրապես մեզանից քանիսն են ինձանից սկսած իրենց մեր ամբողջ հույսը դնում Քրիստոսի վրա։ Որտեվ ինքը էլ գիտեր, որ ոչ օրենքն է իրեն օգնելու, ոչ իր հարազատներն են իրեն օգնելու, որևէ մեկ իրեն էլ չի օգնելու։ Միակ օգնականը Քրիստոսն է, որի առջև ինքը պիտի ամբողջությամբ խոնարհվեր, աղաչեր ու ասեր. «Ես գիտեմ, որ դու ամենակարող Տերն ես ու դու կարող ես անել»։ Եվ սա էր ընդհանրապես։ Եվ հետաքրքիր է, որ Քրիստոսի պատասխանը շատ հստակ է։ Իսկ Հիսուս ասում է. «Գթալով ձեռքը երկարեց, դիպավ նրան եւ ասաց. կամենում եմ, մաքրվիր»։ Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց եւ նա մաքրվեց։ Առաջի բանը, որ տեսնում ենք, Տերը գթաց մրսինը, որովհետև խորքի մեջ մենք հասկանում ենք, որ Տիրոջ ողորմությամբ, Տիրոջ մրսիով ենք մենք փրկվում, կամ Տիրոջ մրսիով ենք մենք իրականում հասնում որևէ տեղ, եթե կհասնենք, որևէ քրիստոնյա իր կամքով, իր հավատի զորությամբ ոչ միտեղ չի կարող հասնել։ Միշտ ես այդ օրինակն եմ բերում իմ համար ու վստահ եմ մեզանից յուրաքանչյուրն էլ իր համար կարող է տեսնի, որ ամենազորեղ հավատ ունեցող մարդը առաքելական շրջանում համարվում էր Պետրոսը, որը նաև թելադրել է այս ավետարանը։ Մարկոսին կհիշեք, մենք ամենաառաջի դասին խոսեցինք, որ թելադրողը Պետրոսն է։ Սա ինչ որ չափով Պետրոսի ավետարանը, որտեղ Մարկոսը գրի առել է ինչ որ Պետրոսն արել։ Բայց Պետրոսի հավատի ուժը ընդամենը մի քանի քայլ տևեց, մինչև որ ինքն էլ հասկացավ, որ հիմա շուտով ջրի մեջ խորտակվելու է։ Երբ որ ասեց հրամայր գամ քո մոտ ջրերի վրա, Տերը ասեց արի։ Ու սկսեց քայլել, բայց մի քայլից հետո սկսեց խորտակվել։ Մեզանից յուրաքանչյուրը Պետրոսի նման ենք ու շատ ավելի թույլ։ Մի քանի քայլ թերևս կարող ենք անել, բայց դա բավարար չի։ Ուրեմն մենք մեր ուժերով անհնար է որ կարողանանք փրկվել, անհնար է որ կարողանանք մաքրվել։ Մենք կարիք ունենք Տիրոջ գութին եւ ողորմության։ Ու դրա համար մեր աղոթքները այսօր շարականների մասին էի խոսում, անընդհատ խոսում են այս մասին եւ նաեւ ժամերգությունները, որտեղ քո արդարությամբ մեզ մի դատիր, այլ քո ողորմությամբ մեզ քավիր, փրկիր։ Եվ սա էր Տերը գթած եւ ոչ միայն գթած ուշադրություն դարձրեք ձեռքը երկարեց։ Սա մի բան էր, որ ոչ ոք չէր սպասում, որովհետև բորոտին կպնելով ինքը կարող էր հիվանդանալ, որովհետև բորոտին կպնելով օրենքի համաձայն ինքը համարվելու էր պիղծ, անսուրբ, բայց Քրիստոս դիտավորյալ բորոտին ձեռքով կպավ, չնայած որ բազում անգամ տեսնում ենք, որ խոսքով էր բժշկում, եւ 10 բորոտները, որոնք որ ուրիշ տեղ պիտի ընթերցենք, որ պիտի Քրիստոսին խնդրեին, որ օգնի, խոսքով միայն բժշկեց, 10-ին էլ բժշկվեցին, բայց կոնկրետ այս բորոտի ինքը մատը ձեռքով կպավ, ցույց տալու համար, որ ինքը օրենքից վեր է, որ ինքը ոչ թե պղծվում է կամ անմաքուր է համարվում, այլ ինքն է մաքրում, որ ինքն է անում, ու սա շատ կարևոր է։ Ու այն օրինակն է, որ ես անդադար խոսում եմ մանավանդ մեր կենցաղում, որ շատ եմ լսում մարդկանց, ովքեր ասում են, ես չեմ հաղորդվում, որովհետև չգիտեմ, քահանան քանի հոգու բերան է դնում այդ հաղորդության հացը, բա որ ես վարակվեմ։ Ու այստեղ այդ օրինակն է գալիս։ Քրիստոսին եթե հավատում ես, եթե Քրիստոսի զորությանը հավատում ես, ոչ թե վարակվելու ես, այլ բժշկվելու ես։ Սա լավագույն օրինակն է, որ Քրիստոս մեզ տվեց։ Իսկ եթե չունես այդ հավատ, ինչպես որ Սուրբ Պողոս առաքյալն ասում Կորինթացիս թղթում առաջի 11-ում, ուրեմն մի մոտեցի, որ քեզ չվնասես։ Բայց մենք կոչված ենք ունենալու այդ հավատը, մենք կոչված ենք հասկանալու, որ Քրիստոս վեր է բոլոր վիրուսներից, բոլոր բակտերիաներից,
որովհետև Քրիստոսով ենք կանք, որ կանք։ Եվ հենց այս օրինակն է տալիս, ինքը դիտավորյալ ձեռքը դիպավ, որ ցույց տա, որ ոչ թե ես վարակվեցի, այլ ինքը բժշկվեց։ Եվ հետաքրքիր այդ բառերը իր, որ ասում է կամենում եմ մաքրվիր։ Աստծո կամքով ենք մաքրվում։ Առանց Աստծո կամքի մենք չենք մաքրվում։ Ու երանի է այս բորոտի աղոթքը նաև մերը դառնա, որ ամեն անգամ, երբ որ Քրիստոսին աղոթում ենք, ասենք Տեր, եթե կամենաս, կարող ես։ Ու հուսանք այդ պատասխանը ինչ որ նաև ասաց ինքը, այս բորոտին, որ կամենում եմ կլինի, որտեղ Աստծո կամքը ամենակարողն է, ու հենց այստեղ ենք մենք տեսնում Քրիստոսի աստվածությունը իբրև այդպիսին։ Եվ ասում են, երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց եւ նա մաքրվեց։ Եվ սա էլ շատ կարևոր է, որ հասկանանք, որ որևէ բան, նույնիսկ այդ ամենամահացու հիվանդությունը, որ այսօրվա քաղցկեղն է, կարծես, ոչինչ է Քրիստոսի զորության դեմ։ Եվ Հիսուս ասում է իսկույն դուրս հանեց նրան, նորից բառը իսկույն immediately դուրս հանեց նրան եւ խստիվ պատվիրեց, զգույշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա քեզ քահանային ցույց տուր եւ մաքրվելուդ համար ընծատուր այն, ինչ հրամայել էր Մովսեսը նրանց համար, իբրև վկայություն։ Հետաքրքիր է, որ այստեղ առաջին նախադասության մեջ մենք տեսնում ենք, որ Քրիստոս շատ խիստ է խոսում բորոտի հետ ու իրան պարտադրում է, որ հանկարծ ինքը ոչ ոքի ոչինչ չասի։ Եվ նույնիսկ այստեղ բառը հենց շատ այն բանն է, որ կարծես ձեռքից պին բռնած ասում է հանկարծ ոչ մեկին ոչինչ չանաս։ Բայց շարունակությունն է շատ հետաքրքիր, որ չի ասում ինձ կասես, որ Քրիստոսը արել, ես արեցի, կգնաս քահանային կասես, որ Քրիստոս արեց սա, այլ ասում է կգնաս քեզ քահանային ցույց կտաս եւ մաքրվելուդ համար ընծատ կմատուցես։ Իսկ ո՞րն էր այդ ընծան մաքրվելու համար, իրենք երկու տատրակ էին վերցնում, մեկը զոհում էին եւ մյուսի արունը թաթախում էին այդ զոհվածի մեջ ու բաց էին թողնում։ Սա այստեղ էլ նաեւ զոհության գաղափարը կա, արյան գաղափարը կա, որ հետո մենք պիտի հասկանանք, որ Քրիստոսի նաեւ զոհությունն է։ Ուրեմն հետաքրքիր է այստեղ նաեւ այն միտքը, որ Քրիստոս չեկավ օրենքը ջնջելու, ինչպես որ ինքը պիտի ասել, այլ օրենքը ինքը լրացրեց։ Եվ սա շատ լավագույն օրինակն էր սրա։ Եվ հետաքրքիր է նաև մի միտք, որ հայրերն էին ասում, ես չէի մտածել երբեք, որ ասում օրենքը ընդհանրապես վկան դարձավ Քրիստոսի զորության։ Օրենքը պիտի ուղղակի փաստեր, արձանագրեր, record տար, որ ես այս մարդը բժշկվել է։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս, որ երբ որ արդեն Քրիստոս եկավ, օրենքը արդեն դարձավ երկրորդական, ընդհանրապես պիտի վկա լիներ։ Իսկ այս մարդը ինչ պիտի, իր կյանքը ինչպես պիտի ապրեր։ Ասում եմ մաքրվածը Ղևտացիս 14-ի մեջ է։ Թող լվանա իր զգեստները, ածիլի իր մարմնի բոլոր մազերը, լվացվի ջրով եւ դրանից հետո թող մաքուր համարվի, ապա նա թող մտնի բնակատեղի։ Ու ամենակարևոր երկու բառերն են՝ մաքուր համարվի եւ մտնի բնակատեղի։ Մարդկանց միջավայր լինի, մարդկանց հետ շփվի։ Այսօր ինչու է սա կարևոր, որովհետև շատ շատերին գիտեմ, ոմանք էլ ինձ շատ հարազատ, որ խուսափում են մարդկանցից։ Խուսափում են եւ անընդհատ մեկուսացման մեջ են, անընդհատ ուզում են մեկուսանալ։ Սա մեծագույն պատիժն է, որ մարդիկ իրեն կարող է անել։ Երբեմն ասում եք մարդիկ չար են, մարդիկ վատն են, մարդկանցից միայն վատն ենք տեսնում, ես ավելի խուսափեմ, կենդանիների հետ ավելի ինձ հաճելի է։ Բայց մոռանում ենք, որ կենդանին Աստծո պատկերով չի ստեղծվել, մարդն Աստծո պատկերով ստեղծվել։ Եվ սա շատ կարևոր է։ Եվ ինչու է սա Քրիստոս ասում, որ հասկանանք, որ մենք այդ բորոտությունը մեր վրա ենք կրում ոչ թերևս ֆիզիկապես, բայց հոգեպես, երբ որ բորոտի միջավայրում ենք ապրում, առանձնանում ենք ու մարդկանց հետ չենք լինում։ Մենք պիտի մարդկանց հետ լինենք, պիտի մարդկանց մեջ Քրիստոսին փնտրենք, պիտի փորձենք տեսնել Քրիստոսին մեզանից յուրաքանչյուրի մեջ, բայց մարդկանց մեջ լինելուց առավել մենք պիտի գանք Աստծո տաճար երկրպագելու։ Սա է, որ բորոտը չուներ ու հիմա ունենալու է։ Հնում եւ մեր միջավայրում Աստծո տաճարում լինել ու Աստծուն երկրպագելը համար առաջի գրավականն էր քո հասարակության մեջ տեղ ունենալու։ Այն մարդը, որ անշնորհք էր, մեղավոր էր ու պիղծ էր, հեռացնում էին եկեղեցուց, ասում էին մի որոշ շրջան եկեղեցի չես կարող մտնել։ Գավիթում կլինես եւ գավիթից կաղոթես եւ պատուհաններից կնայես ընդամենը։ Այսօր միշտ այս օրինակն եմ բերում, մենք ինքներս մեզ բորոտ ենք դարձրել
հեռացնում ենք հասարակությունից ու ավելի վատ, մենք ինքներս մեզ հեռացնում ենք եկեղեցու կյանքից։ Մի բան, որ Բոլոդը ուզում էր, որովհետև ուներ այդ իմաստությունը ու հասկանում էր, որ եկեղեցին է իրական վայրը, որտեղ որ Աստծուն պիտի փառք տանք եւ Աստծո բնակության վայրը հենց սա է։ Ու դրա համար է, որ մեզանից յուրաքանչյուրը խնդրում եմ նորից գիտակցի, ինչքանով ենք մենք մեկուսանում ու ինչքանով ենք մենք մարդկանց փորձում, մարդկանց մեջ լինել ու յուրաքանչյուրի մեջ փորձել Քրիստոսին տեսնել։ Վերջին միտքն էլ հետեւյալն է, որ ասելու ենք ու գրեթե ամբողջացնենք, որ ասում եմ, բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Հիսուս չէր կարողանում այլևս հայտնապես քաղաք մտնել, այլ դուրսը ամայի տեղերում էր մնում եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Տերը շատ խիստ հրամայեց իրեն, բայց ինքը Տիրոջ հրամանը չլսեց, որը շատ վատ է։ Բայց այս դեպքում մենք չենք տեսնում, որ Տերը իրան ինչ-որ պատժի կամ բացասական ավետարանի չխոսի։ Ու հայրերը ասում են, երևի թե նաև պատճառը նրանում է, որ եթե նույնիսկ դիմացինը չի ուզում, որ իրեն մենք շնորհակալություն հայտնենք, մենք միևնույնն է, մեր բաժին շնորհակալությունը պիտի հայտնենք։ Եվ հաճախ հենց դա չի լինում, որ որքան է եղել, որ եւ սա ասում եմ ես իմ օրինակով, որ Քրիստոս իմ աղոթքներին պատասխանել է։ Մենք հաճախ կենտրոնում ենք նրա վրա, որ Տերը մեր աղոթքներին չի պատասխանում, բայց որքան է եղել, որ ինքը մեր աղոթքներին պատասխանել է։ Ու իբրև աղոթքի պատասխան մենք ինչ ենք առել։ Հաճախ ես մոռացել եմ դրա մասին, մոռացության եմ տվել։ Okay, արեց, շնորհակալ եմ Տեր Աստված, փառքը շատ ու վերջ։ Հաջորդ օրվանից նույնին հին կյանքով եմ ապրում։ Տեսեք ինչ արեց այս մարդը։ Այս մարդը իրապես կենթանի դիակ էր, ինչ որ մենք ասեցինք։ Ու այս մարդը սկսեց նոր կյանքի նոր չանս, նոր հնարավորություն տրվեց իրեն ապրելու։ Ու ինքը արդեն նոր մարդ դարձավ։ Իբրև նոր մարդ, առաջի բանը, որ ինքը արեց, հետևյալն էր, սկսեց Քրիստոսին անընդհատ վկայել, ամենուր վկայել, անդադար վկայել, այնքան որ բոլորին սկսեց խանդավառել եւ բոլորին ուղղորդեց դեպի Քրիստոս։ Այնքան շատ էր ուղղորդում դեպի Քրիստոսին, որ Քրիստոս արդեն հանգիստ չէր այդքան մարդկանց մեջ։ Սա է, արդյոք ես ունեմ այս մարդու օրինակը, արդյոք ես կարողանում եմ շնորհակալ լինել իմ Տիրոջը, արդյոք ես կարողանում եմ վկայել, այո, իմ Տերը այս ինչ բանը իմ կյանքում արել է, փառք եմ տալիս իրեն դրա համար, այդ վկայությունը, որ մեր մեջ այնքան քիչ է, ամենապարզ բաներից պարտադիր չի, որ գոյաբանական շատ կարևոր հարցերում լինի, միգուցե եւ դա էլ կա, բայց նույնիսկ կենցաղի, առօրյայի հետ կապված, այդ վկայությունը շատ կարևոր է։ Եվ հենց այս միսկն էի վերջում ասում, որ փաստորեն տեղերով փոխվեցին, Բոլոդը եկավ քաղաք, Քրիստոս գնաց ամայություն, մեկուսացում, եւ սա էլ պատահական չի, որովհետեւ այստեղ նաեւ ավետարանիչը մեզ ուզում է օգնի, որ հասկանանք, որ Քրիստոսին հեշտ չես գտնելու քո կյանքում։ Մենք միշտ մեզ թվում է, թե հիմա դիվանին նստած կլինենք, Zoom-ը կմիացնենք, պատարագին կմասնակցենք կամ Սուրբ Գրքի սերտողության, այդքան որ հոգեպես ծուլացել ենք։ Եվ ինչ-որ պատրվակներ ենք, այսօր հոգնած եմ, այսօր լավ չեմ քնել գիշերը, կամ այսօր ուրիշ բան ունեմ, ես կնախընտրեմ, ասենք պատարագը այսօր Zoom-ով դիտել։ Կարծես թե թատրոնա կամ կինո որ պիտի դիտենք, կամ նույն Սուրբ Գրքի սերտողությունը, որ անընդհատ միշտ խնդրում եմ, մի փոխարինեք ինտերնետը անձնական ներկայությամբ, ուրիշ բան որ հեռու եք, կամ հիվանդ եք, կամ հարգելի պատճառ կա, բայց ոչ ամենափոքրիկ բանից հրաժարվեք ու ասեք այսօր չեմ կարող։ Ու ինչի Քրիստոս գնաց ամայի վայր, որ մենք իր հետևից գնանք։ Մի քիչ դժվարություն քաշենք, որ գնանք իր հետևից ու իրեն փնտրենք այդ ամայի վայրում, որտեղ ջուրը քիչ է, որտեղ շոգ է, որտեղ դժվարություններ կան։ Ու այդտեղ, երբ որ դու ջանք ես թափում Քրիստոսին գտնելու համար, քաղցր է ավելի քո գտած Քրիստոս, քան թե դիվանի վրա սուրճ խմելիս։ Ու սա է շատ կարևոր, որ Քրիստոս այս քայլով էլ մեզ հստակ ցույց տվեց մի բան, որ հոգևոր ծուլությունը սպանության է տանում։ Ինքը երբեք ծուլություն չարեց։ Ինքը չմնաց Կափառնայումում Պետրոսի տանը նստած ու ասել բոլորին եկեք իմ մոտ։ Ես նստած եմ դիվանի վրա, բոլորի վրա ձեռը կդնեմ կամ կասեմ բուժված ես գնա։ Դա հեշտ էր ու ինքը կարող էր անել։ Չէ, ինքն էր շարժվում տեղից տեղ, վայրից վայր։ Ինքն էր գնում, ինքն էր չարչարվում։ Եվ սա նաև իմ ու ձեր համար լավագույն օրինակն է, որպեսզի հասկանանք, որ քրիստոնյայի կյանքը այսպես, որից եմ ասում, comfort zone-ի մեջ չի։ Քրիստոնյայի օրինակը դժվարությամբ այսօր այս սենյակը միայն
պատրաստելու համար ինձանից 2 ժամ է տևել, որովհետև ագին բան էր, ոմանք գիտեն։ Ես էս էի մտածում, ասում էի կարծես թե հիմա մարդիկ պիտի գան, նստեն, ամեն ինչ լավ է, լույսերը միասին, էսին միացրած, բայց ինչքան ջանք ես թափում, որ այս ամեն ինչը լինի ու մարդիկ գան այստեղ ներկա լինեն։ Բայց իմ արածը ինչ է, մեր հին հայրերի համար, ովքեր ինչքան ավելի դժվարություններ են քաշել թշնամիներից, բանից, որ կարողանան տեղ հատկացնել, որպեսզի պատարակ լինի կամ որպեսզի Աստծո խոսքը սերտեն։ Ուրեմն ինչ է, ինքս ինձ էի վերլուծում, որ Տեր Աստված, ես մի փոքրիկ բան եմ, փոքրիկ խաչը տեսնում ես, բայց մեր մեծերի հետ մեծ խաչը լետես, որ վերցել են, ու դրա համար են իրենք այսքան ու դրա համար են իրենց գրականությունը միջև որս այսքան ազդում, որովհետև ինչքան շատ ես զոհաբերում, այնքան շատ Աստված քեզ տալիս, ու մեզանից յուրաքանչյուրը պիտի ինչ-որ բան զոհաբերի, որպեսզի կարողանանք նաև Տիրոջը գտնել։ Միշտ եթե կհիշեք վերջում հոգևոր վերլուծում եմ անում, ինչու բանալի բառեր այս անգամ չեմ դնում, որտեղ կրկնվում էին նախորդ նյութի հետ, չուզեցի նորից կրկնվել, բայց հոգևոր վերլուծումը ուզում եմ սրանով ավարտել, կարծես թե ու նաև հետագայում քննարկումը հենց սրա շուրջ կարող ենք անցկացնել։ Ինչ կարող եմ այսօրվա այդ նյութից վերցնեմ, անձնապես ինքս ես։ Սիմոնի բժշկության Զոքանչի բժշկության պատմությունից ինչ դաս կարող եմ քաղել, կամ մարդկանց դեպի Տիրոջ դուռը գալուց ինչ դաս կարող եմ քաղել, կամ Տիրոջ առավոտյան աղոթքից եւ մարդկանց եսակենտրոնությունից ինչ օրինակ ես հայկս կարող եմ քաղել, Տիրոջ ավետարանի համամարտկային բնույթից, որ գնաց ամենուր, ինչ օրինակ ես կարող եմ քաղել, կամ Բորոտի կերպարից, որ հզոր կերպար է, ինչ օրինակ ես կարող եմ քաղել, կամ ամենավերջում դժվար վայրեր գնացող, սակայն Տիրոջ չհընտրել չդադարող մարդուց, ինչ կարող եմ ես քաղել։ Այս սա էր, այս մի քանի կետը, որ կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պիտի վերցնի, որովհետև եթե կհիշեք այդ 10 կետերը, որ այստեղ դրել եմ, որ Աստվածաշնչի սերտողության համար նախապայման եմ եւ այստեղ սեղանի վրա է, խնդրում եմ վերցրեք։ Շատ կարեւոր է, որ հասկանանք։ Դրանցից ամենավերջում ես գրել եմ մի բան, որ այս 10 կետերը պիտի մեր կյանքում կիրառենք, այլապես ավետարանը միայն պատմություն կլինի ու ոչ թե իմ անձին խոսող կամ ինձ ուղղություն տվող Աստծո խոսքը։